Ամանորը մոտենում է եւ Երևանի փողոցներում արդեն նկատվում է տոնական տրամադրությունը։ Քաղաքը աստիճանաբար զարդարվում է լույսերով, առևտրի կենտրոններում մեծանում է մարդկանց հոսքը։ Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե որքան գումար են նախատեսում ամանորյա գնումների համար, որ ուտեստն են համարում ավանդական տոնական սեղանի համար։ Արդյոք պատրաստվում են ինքնուրույն պատրաստել, թե օգտվում են պատրաստի սննդի կետերից ու ծառայություններից։ Ամանորյա գնումների ոչ մի գումար չեմ նախատեսում, որտեղ իմ թոշակը չի բավարարում, այդքան բան։ Ես մենակ եմ, երեխեքի մոտ կարող է երեկո անել, չեմ էլ ուզում տանից դուրս գամ, այդքան բան, ինչ գումար։ 41 տարի ես բան եմ վճարել, այդ հարկ եմ վճարել աշխատավարձից։ Ինչքան պիտի ստանամ, որ ես էլ մի հատ տենց ծախսեր իմ համար մի փոքր դնում եմ ժամանակին սեղանին ամեն ինչ էլ դնում էինք եւ որ աշխատում էինք այն կոմունիստների ժամանակ էր համ սովորում էինք համ աշխատում էինք ամեն ինչ էր այն ժամանակ շատ հաճախակի տոլմաներ կաղամբով խաղուկի տերևով այն ժամանակ միսնոյ սալատներ ստալիչնի բաններ բացուկի շերտավոր սալատներ տենց էր բուդը գիտեք ոնց է ով շատ է սիրում պարտադիր է երեխաների մեծ մասը երեխա չեմ ասում 5-6 տարեկան այլ ասում արդեն սիրում են բուդը բայց եթե համով են սարքում ամեն բուդ չի որ կուտվի մենք շատ համեստ ենք նշում համարյա 40,000-ի կարգի ու շատ լավ ստացվում է նոր տարին ոչ մեկին չենք ուզում զարմացնել եւ ոչ էլ մենք մեզ ենք ուզում զարմացնել բայց հիմա այն պահն է որ մարդիկ sense լավ երբեք չեն ապրել պետք չի Փաշինյան ասել կամ Ինչյան ասել լավ վարչապետ չի լինում դա նրա հետ մի կապեք ուղղակի հիմա ավելի ազատ են այն 30 տարվա մեջ կբռնեին փակեին իսկ հիմա ազատություն է խոսքի ազատություն ես էլ սրտի սուզածը ասում եմ աջ կողմ ձախ կողմ եթե խնդիրներ չունենանք աստծո հաջողությունով մոտավոր 200,000 մինիմալ բայց էլի ահագին բան պակաս կլինի ամեն ինչը թանկ ես չեմ կարող թվարկել իրոք թանկ է ամեն ինչ եթե ինձ նոմնա ես ավելի շատ սնունդն եմ անում նվերն են իր հերթին եթե այդ պահին կարիք կա սնունդ առնելու սնունդն է բայց եթե նվերը կա ես նախատեսում եմ սնունդ այդքան նվեր չէ պարտադիր իմ համար տոլմա սալաթեղենը քաղցրավենիքը մեր հայկական ուտեստները ինչ ասեմ Դուք եք պատրաստում թե պատվիրում եք իհարկե ես ինչ պատվիրել ձեռքերից ինչ ա եղել 300,000 Ինչ եք գնում սնունդ ավելի շատ թե նվերներ սնունդ Իսկ ինչ սնունդ եք գերադասում սեղանին դնել նոր տարվան ինչ հասնում է իր հասանելիքը Ինչքան կստաց S միլիոն Ընդհանրապես չեմ էլ ուզում ամանորի մասին լսել 200,000 երևի Ինչ եք գնում ավելի շատ սնունդ թե նվերներ Սենց ասեմ գնողը ես չեմ ես շատ նվերներ առնեմ Իսկ ինչ պետք է սեղանին անպայման լինի Տոլմեն բուդը մնացած արդեն ոնց ստացվի Ես չեմ գնում նոր աղջիկս ամուսինս եւ օրգանը չգիտեմ Դե մոտավոր ինչքան Հավատակ չգիտեմ քիները չեմ գիտեր Այդ եթե փամ բիդեսեմ բիդինեդեմ az իսկական չի Երևա ժամանակը Բայց ամեն տարի ինչքան եք նախատեսում 300,000 երևի Ավելի շատ ինչի համար սնունդի թե նվերների Նվերների Իսկ սեղանին ինչ եք անպայման Սեղանի վրա չեմ կենտրոնանում Տոնական լինի, բայց ոչ տենց կենտրոնացած ինչ-որ մի բան Ավելի շատ պարտադիր Չէ, ես երբեք չեմ էլ դրեբուտ Իսկի փող էլ չունեմ գործից է դուրս եմ եկել, չգիտեմ ինչքան պիտի ունենամ, ինչ պիտի անեմ Մոտ 50,000 նվերների համար մոտավորապես Ինչ նվերներ եք Նայած էլի, ումա չեմ կարող ասել, տարբեր են ճաշակները հետաքրքիր ամանորյա աքսեսուարներ Իսկ օրինակ սեղանին ինչ պետք է պարտադիր լինի Պարտադիր խոզի բուդը Հայկական դոլման քաղցրավենիք
Չգիտեմ, նայածում, բայց ես սիրում եմ, որ լինում է ամանորյա հենց խոզի բութ։ Կոնկրետ չեմ կարող ասել։ Որտավոր։ Եմ մինիմում էլի տան համար ինչա պետք հյուրեր ընդունելու։ Մի 100,000, 200,000 դրամ։ Ինչ պետք է սեղանին լինի դրված անպայման։ Սովորական հայկական ուտեստներ։ Դոլմա, միանշանակ։ Մնացածը ըստ իմ կնոջ հայացողության։ Իսկ ավելի շատ գումարը ծախսում եք սնունդի համար, թե նվերների։ Երկուսի վրա է։ Իսկ Սնունդը եսի նկատի ունեի։ Մենք իհարկե պատրաստում թե պատվիրում եք։ Չէ, մենք Դե գումար շատ ապեք, բայց ինչքան որ հնարավորություն ունենանք, այդքան ուրիշ բան կանխատեսելի չի։ Օրինակ ամեն տարի ինչքան գումար եք ծախսում։ Դե ամենապակասը մի 300,000 դրամ պետք է նոր տարվա համար։ Իսկ սնունդը պատվիրում եք, թե դուք եք պատրաստում։ Չէ, տան պայմաններում պատրաստելով նվերներ եւ այլն տենց այդ կարգի։ Իսկ ինչն է սեղանի վրա պարտադիր, որ պետք է լինի ամանորյա սեղանի։ Դե աղանդները, աղցանները, էլ մնացածը նախընտրելի է, ով ինչ կցանկանա։ Բուդը պարտադիր է։ Չէ։ Նշելու եմ, բայց աղջիկաս տանն եմ գնալու, նշելու եմ։ Նվերները արդեն թոռիկներից առել եմ։ Ամանորյա սեղաններին ինչ պետք է լինի։ Պասուս տոլման, մեր տոլման, մի տեսակ, երկու տեսակ սալատ, խոզի բուդն էլ հասանելի է, ինձ թվում է շատ թանկ չի։ 2700 կիլո։ Ես մի անգամ կշռել տվեցի, ինչքան էր, 14,000։ Եթե ասենք մենակ մսեղեն այդ բանանեն, նորմալ է, ինձ թվում է։ Իսկ նախորդ տարվա համեմատ այս տարի թանկացում նկատում եք։ Ես գիտեք ոչ մի տարի տես չեմ անում, մենակ նվերներ եմ անում, գնում եմ այմ աղջիկա տը։ Գումար պետք է լինի, որ նախատեսեն։ Հələ տենանք ինչքան է գալի, որ նախատեսեն։ Օրինակ նախորդ տարի ինչքան եք։ Չեմ հիշում։ Տեսնեք էլի, որ մինչև գումարը չգա ձեռքը, ինչ իմանաս ինչքան կնախատեսեն։ Մենք մեր համար չէ, մեր երեխեքի համար ինչքան իրանք կուզեն։ Ինչ որ կցանկանան։ Իսկ ինչ եք ավելի շատ նախընտրում գնել սեղանին դնելու համար։ Շամիշտ են բաները չեն, ուրիշ ինչ կա։ Կարող է լուսնից ինչ որ բան կա բերում են, մենք չգիտենք։ Օրինակ խոզի բութ, տոլմա, ինչ եք ավելի շատ նախընտրում, որ սեղանին դրվի։ Ռուսական բորշ, ռուսական պիլմեն։ Ասում այդքան հարուստ չեք, չէ, Հայաստանում ուրիշ տեղ գնանք։ Մոտավոր ինչքան գումար եք ծախսում։ Այ, չգիտեմ, ինչքան կծախսենք։ Դե ամեն ինչ շատ թանկ է, գիտեք որ ամեն բան շատ թանկ է։ Օրինակ նախորդ տարվա համեմատ այս տարի ինչն է թանկ։ Կարագը, ձեթը, միսը, բավական թանկացումներ ունենք, ինչու՞ չէ բանջարեղենը։ Մի խոսքով Ինչ եք ավելի շատ նախընտրում դնել սեղանին, ամանորյա սեղանին։ աղանդներ։ Տես կոնկրետ գումար չկա։ Ինչ եք ավելի շատ նախընտրում գնել։ Ամանորին թե ընդհանրապես։ Ամանորին։ Դե այդպես կոնկրետ ես ոչ մի բան չեմ նախատեսում գնել։ Տանեցիներին ինչքան գումար եք տալիս, որ գնեն։ Չգիտեմ, տանեցիները բոլորը աշխատում են, իրենք իրանց համար գնում են։ Մի աշխատավարձը որպես 100,000 միջինը եթե վերցնենք, դա նույնիսկ չի հերիքի։ Մեր երկրում տեղյակ եք գների մասին ամեն տոնից առաջ ինչ թանկացումներ են։ Ունեք ինչ թանկացումներ եք նկատում այս ամանորին։ Ոյ նկատում եմ, ասենք ընդեղենի վրա շատ թանկացում կա։ Քիչ-քիչ արդեն գները բարձրանում են մրգերի վրա, բանջարեղենի վրա։ Ասենք կարևորագույն մրգերը, բանջարեղենը, միսն էլ է թանկանում արդեն օրստոր է։ Ինչ է կարևորում ամանորյա սեղանին, որտեղ բացի ուտեստներից։ Վայ, ամանորյա սեղանին։ Եվ ավելի շատ ինչ է։ Ասենք ընտանիքի անդամները ինչ սիրում են, ոչ թե ձգտել, ու բոլորին եմ կոչանում, ոչ թե ձգտել ճոխին, այլ մի քիչ ավելի ուրախ անցկացնել ընտանեկան շրջապատում, ընկերների հետ, ասենք սեղանին դնել այնպիսի ուտեստներ, որը որ ընտանիքի անդամներն են սիրում, ճոխ բաներ չէ, ես կողմնակից չեմ ճոխության։